Դաշինքի անդամի շուրջն ով է ուզում գողանալ։ Ուրեմն մի քանի օր է այս process-ները ընթանում է, մեր խմբակցության, մեր քաղաքը խմբակցության անդամ Կարեն Բադալյանը դիմում էր գրել խմբակցություն մանդատը վայր տնելու վերաբերյալ, քննարկում ունեցել ենք մենք, մեր ընկերոջ հետ քննարկում ունեցել ենք, ուղղակի անհարմար է, այս միկրոֆոնները մի փոքր իջացրեք, էլի։ Սկսենք, երևի։ Քննարկում ենք ունեցել, խոսել եմ այդ մասին, Կարենը ներկայացրել է անձնական պատճառներ, այսինքն աշխատանքի անցնելու վերաբերյալ եւ խնդրել է, որ մենք որպես թիմ ըմբռնումով մոտենանք եւ այսպես ասեմ, նորմալ ընդունենք, նորմալ ընկալենք իր քայլը, իր դուրս գալը։ Բավականին երկար ժամանակ ես խոսել եմ Կարենի հետ, բացատրել եմ, նույնիսկ համոզել եմ, որ ընդանուր պայքար է, գնացել ենք այս պայքարին, այդ մանդատը վայր տնելը այս պայքարությամբ ավելի ճիշտ է, որ պահի, ընդանուր պայքարի մեջ ենք, բայց Կարենը ներկայացրել է անձնական պատճառներ, որով պայմանավորված ի վերջո նա համոզել է, բացատրել է եւ մենք մտել ենք Կարենի դրության մեջ, որ իրականում մարդը խնդիր է տեսնում եւ ուզում է դուրս գալ, բայց այդ ժամանակ մենք ընկալել ենք որպես անձնական աշխատանքի անցնելու խնդիր, որը մեծ հաշվով հարգել ենք այդ որոշումը, գրությունը փոխանցվել է քաղաքապետարան, քաղաքապետը հաջորդ օրը ամսի 21-ին դիմումը տրվել է առաջ, ամսի 22-ին քաղաքապետը արձանագրություն է կազմել եւ ուղարկել է տարածքային ընտրական հանձնաժողով, 31 ընտրատարածքային հանձնաժողով, որով արդեն այդ պահին քաղաքապետի արձանագրությունը կազմելու պահից ի վեր արդեն ինքը համարվում է մանդատ չունեցող անձ, սովորական անձ է դառնում։ Դրանից հետո մեկ օր թե երկու օր հետո արդեն այդ արձանագրությունը ուղարկելուց հետո պարզվում է, որ մեր ընկերը փոշմանել է եւ դիմել է մանդատը, այսինքն հետ վերցնելու, որի իրավասությունը, ինչպես արդեն հասկանում ենք, քաղաքապետը չունի հետ արձանագրությունը հետ կանչելու կամ նոր արձանագրություն կազմելու իրավասություն չունի, օրենքով սահմանված կարգով։ Մինչ օրս Կարեն Բադալյանի հետ ոչ մի կերպ կապ հաստատել չի ստացվել, մեր խմբակցության անդամները չեն կարողացել կապվել Կարենի հետ, չեն կարող հասկանանք, թե պատճառը ինչումն է եւ բացի դրանից արդեն մենք իմանում ենք, որ երբ որ ինքը դիմել է մանդատը հետ ուզելու, նաև դրանից մի քանի րոպե հետո երկրորդ նամակն է ուղարկել քաղաքապետարան, որով տեղեկացրել է, որ ցանկություն ունի դուրս գալու, թե դուրս է գալիս մեր քաղաքը խմբակցությունից, որից հետո մի քանի օր անց արդեն նաև տեղեկանում ենք, որ դատական process-ները սկսվել, այսինքն դատարան է դիմել, թե դատի է տվել, որպեսզի մանդատը վերականգնի կամ բողոքարկեն քաղաքապետի արձանագրությունը, որը որ իր դիմումի հիման վրա ուրեմն քանի որ դեռ այս պայքարությամբ մենք Կարեն Ուրեմն ժողովուրդ, ես ի սկզբանե ասեցի, որ Կարենի հետ լավ հարաբերություն է եղել, Կարենը մշտապես մեր աջակիցներից է եղել, ընտրությունների ժամանակ նոր մարդ չէ մեր համար Կարենը ու այս պայքարությամբ ինքը, որ ինձ դիմել էր այդ ժամանակ դուրս գալու իր խնդրանքով է եղել։ Ես բավականին ջանք եմ թափել, այսպես ասեմ, որ նա մնա շարունակի իր գործունեությունը Ավագանիում, քանի որ գիտեք, Գյումրիում այնքան էլ լավ իրավիճակներ չէ եւ այսօր մեզ համար դա խնդիր է։ Ինչին ի պատասխան Կարենը մինչև վերջ խնդրել է, մինչև վերջ համոզել է, որ ինքը
պարտադիր պիտի այդ քայլը անի, այդ քայլը պիտի արած լինի։ Այն ժամանակ ինձ համար մանդատը վայր տնելու։ Այդ ժամանակ ինձ համար դե այդքան է շատ հասկանալի չէր, թե ինչ խնդիր կա, բայց այսօրվա դրությամբ Կարենի այդքան խնդրանքից հետո հիմա Կարենը այսպես սկզբունքորեն կբաց այդ մանդատը հետ է ուզում ու խմբակցությունից մեր այդ բացարձակ ոչ մի կեր, ոչ մի կարգի խնդրեմ չի ունեցել այդ տղեն։ Ու այս պահի դրությամբ ես ժողովուրդ ջան, հետևությունները թողնում եմ ձեզ, մարդը խնդրել է, համոզել է մեզ, մենք տվել ենք համաձայնություն, մենք համոզել ենք, որ նա մնա, հետո դրանից հետո դիմումը տվել ենք առաջ, ինքը մանդատից արդեն զրկվել է եւ դրանից հետո մարդու հետ կապ չեն կարող հաստատել ու դրանից հետո այդ մարդը այսպես դատական process-ներով բոլոր այցանները, բոլոր տարբերակները օգտագործում են։ Ժողովուրդ ջան, դուք տեսնում եք։ Դե նույն ձևի ենթադրությունների շարքից էլ նաև մերն է, որ իմ գնահատմամբ, այս պայտրությամբ այո կա խնդիր, այո կա այդ մարդու հետ կապված խնդիր, որը ինձ հետ անձամբ խոսելու արդյունքում ինքը համոզել է, որ դուսկա չի ուզում, պետք չի, հիմա ես կարող եմ վերլուծություն անել, այս ամեն ինչից հետևություն անել, որ նմանատիպ process է իրականացվում Գյումրի քաղաքում, ՔՊ-ն չի հանգստացել, չի հանդարտվել, չի մարսում Գյումրիում եղածը եւ այս ամեն ինչը ես կարծում եմ դրա հետևանքներն է եւ